Պատկերացրու Ճապոնիայում տեղափոխվելը պարզապես հասցե փոխել չէ, այլ իսկական արարողություն։ 2 շաբաթ առաջ գալիս է մասնագետը, մանրակրկիտ զննում է բնակարանը եւ կազմում ցուցակ, բառացիորեն ամեն ինչի՝ կահույք, գրքեր, սպասք, նույնիսկ ամենափոքր արձանիկները, ամեն ինչ նշում է։ Ոչ մի մանրունք չի վրիպում նրա աչքից։ Այնուհետև գալիս է փաթեթավորողների թիմը եւ առաջին բանը, որ նրանք անում են, նոր գուրպաներ հագնելն է, հատակը մաքուր պահելու համար։ Յուրաքանչյուր իր փաթեթավորվում է աներևակայելի խնամքով։ Սովորական տուփերի փոխարեն օգտագործում են բազմակի օգտագործման կոնտեյներներ, կարծր բաժիններով, ափսեների, հագուստի եւ կոշիկների համար։ Տուփերը գունավոր են, կարմիրը փխրուն իրերի համար, դեղինը այն իրերի համար, որոնք պետք է բացել անմիջապես, եւ սպիտակ մնացած իրերի համար։ Տեղափոխման օրը պատերը, հատակը եւ վերելակը հատուկ նյութերով են պատում պաշտպանելու համար։ Կահույքը նախ մաքրում են, հետո նոր միայն դուրս բերում։ Նոր բնակարանում ամեն ինչ կատարվում է նույն ճշգրտությամբ։ Յուրաքանչյուր իր դնում են հենց այնտեղ, որտեղ նախատեսված է։ Թիմը ոչ միայն բեռը բերում է, այլև ամբողջությամբ դասավորում եւ տեղավորում ամեն ինչ, մինչեւ վերջին մանրունքը։ Նույնիսկ համեմունքներն ու անկողնային պարագաները հայտնվում են իրենց տեղում։ Ճապոնացիները իսկապես գիտեն ինչպես զարմացնել։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։